Բարի լույս հարգելի հետևորդներ, թարմնորություններով եթերում ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Բագրատ arքեպիսկոպոս Գալստանյանը կալանավայրից արձագանքել է մի միջազգային զեկույցի, որտեղ նշվում է, թե որոշ հոգևորականներ կարող էին կապ ունենալ իշխանությունը զավթելու փորձերի հետ։ Սրբազանի խոսքով զեկույցի հեղինակները երկերեսանի են եւ իրականում իրենց քաղաքական շահերն են առաջ մղում։ Նա վստահեցնում է, որ ինչ էլ լինի, Հայաստանը կանցնի այս փուլը եւ ճշմարտությունն ու արդարությունը կհաղթեն։ Դուք եւս մեկ անգամ ապացուցեցիք, որ ոչ այլ ինչ եք, քան պարզ երկերեսանիք, եւ ձեր արյունոտ կեղտոտ աշխարհաքաղաքական շահերն ու օրակարգն եք առաջ մղում ձեր կեղծ եւ ինքնանպատակ ժողովրդավարության դրոշի ներքո։ Սուրբ գրքում ասվում է. դուք փտած գերեզմաններ եք, եւ ես զմաղթում եմ նույնպիսի ժողովրդավարություն ձեր երկրներում, ինչպիսին այսօր կա Հայաստանում։ Սակայն վստահեցնում եմ, իմ հարություն առած Տիրոջ օգնությամբ Հայաստանը, իմ երկիրը կազատագրվի, ճշմարտությունը եւ արդարությունը կհաղթանակեն։ Մինչ ուղերձեղելը Բագրատ սրբազանը դատարանում էր, ընթանում էր սրբազանի ու սրբազան պայքարի աջակիցների դատավարությունը։ Դատարանի դահլիճում սրբազանը հայտարարել է, որ անընդունելի է, երբ իր ձևակերպմամբ զրպարտիչներն ու հայրենավաճառները միջազգային հարթակներից պնդում են, թե եկեղեցականների նկատմամբ հալածանք չկա։ Ես առաջի կալանավորված հոգևորականն եմ, առաջի։ Սկսել է ինձանով, բայց որպեսի ես մենակ չլինեմ, ծխածածկույթ են արել, թե մի հատ ինչ-որ գերադրական աստիճանի խումբ կա տերորիստների, որոնք կապված են այս հոգևորականի հետ։ Եվ հովանավորված են եկեղեցու կողմից։ Սա է եղել պատճառ, հաջորդ քայլը եղել է Միքայել սրբազանը, հաջորդ քայլը եղել է Մկրտիչ սրբազանը, հաջորդ քայլը եղել է Արշակ սրբազանը եւ այսօր էլ վարույթ են արարել Վեհապար Հայրապետի դեմ։ Չլսված պատմությունը սա եւ մարդն զրպարտիչը հայրենավաճառը խորհրդարանի ԵԽԽ-ում ասում է, որ եկեղեցականների նկատմամբ հալածանք չկա։ Հալածանքը մեր պատիվն է։ Հալածանքով ոչ մեկ չի վախեցնել մեզ։ Եկեղեցու նկատմամբ, ինքնության նկատմամբ հալածանք կա։ Այո կա։ Եվ ես կցավեմ, որ այս դատարանը մեղադրողներով հանդերձ մասնակից լինի այդ հալածանքին եւ այդ ինքնության դեմ որևէ կերպով քայլի։ Իսկ պաշտպանական կողմը նիստում արձագանքել է նախորդատական նիստերի ընթացքում մեղադրողների ներկայացրած ապացույցներին։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը նկատել է, որ քրեական գործում ամենաշատը գունավոր ծխերի մասին է նշված։ Նորմատիվ իրավական ակտերը կիրառվում են ինչպես առանձին վերցրած ամբողջական բովանդակության հոդվածներով, այնպես էլ մի հոդվածը կարող է հողում տալ մեկ այլ բովանդակության, մի հոդվածի կարգավորումը հասկանալու համար մենք կարող ենք գնալ ուսումնասիրել մեկ այլ հոդված։ Հիմա այս երկու նիստ հնչող պնդում է, որ 319 հոդվածը կապ չունի վերդիկտի փուլում դատարանի կողմից կայացված որոշմանը ներկայացվող պահանջների հետ, իրավաբանի համար առնվազն զարմանալի է, որտեղ երբ որ 319 հոդվածը ասում է, որ պետք է ապացույցը ներկայացնեն բոլոր այն անհրաժեշտ տվյալները, որը դատարանին անհրաժեշտ է վերդիկտ կայացնելու համար, որպեսզի հասկանանք, թե օրենքը ինչ է նկատի ունեցել այդ տվյալները հասկանալու համար, բնականաբար պետք է գնանք այն հոդվածին, որը սահմանում է, թե դատարանը ինչ անում վերդիկտ կայացնելուց։ Այս ֆոնին քրեական գործ է հարուցվել հայ առաքելական եկեղեցու դեմ դատական ակտը չկատարելու հոդվածով։ Խոսքը Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին պաշտոնանկ անելու մայրաթոռի որոշման մասին է, որի դեմ եպիսկոպոսը դիմել էր դատարան։ Դանիայի եկեղեցիների խորհուրդը մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանում ստեղծված ներկայվիճակին, մասնավորապես հայ առաքելական եկեղեցու մի քանի եպիսկոպոսների կալանավորմանը։ Դանիայի խորհուրդը հիշեցնում է, որ մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում խղճի, խոսքի եւ կրոնի ազատությունը պետք է պաշտպանված լինեն եւ կոչ է անում դատական գործընթացները անցկացնել համաչափ եւ իրավական սկզբունքներին համապատասխան։ Հայ առաքելական եկեղեցին հայ ժողովրդի մշակույթի եւ պատմության առանցքային սյուներից մեկն է։ Այն պատմական եկեղեցի է, որի հանդեպ պետք է հարգանք տածել հասարակության մեջ իր նշանակության եւ օրենքի շրջանակում իրականացվող գործունեության համար, նաեւ որպես կրոնի եւ խոսքի ազատության պահպանման արտահայտություն։ Կոչ ենք անում Հայաստանի իշխանությանը պաշտպանել Հայաստանի քրիստոնեական դարավոր ավանդույթը եւ ապահովել, որ երկխոսությունը, իրավական անվտանգությունը եւ հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքը շարունակեն մնալ հայկական հասարակության
պատմությանն առաջնորդող արժեքներ։ Եկեղեցու դեմ արշավն ու քաղբանտարկյալների հարցերը շոշափվել են նաև ԵԽԽՎ ամբիոնում։ Միջազգային ամբիոնից հայկական պատվիրակության ներկայացուցիչները ներկայացրել են երկու տարբեր իրականություն։ Հայաստանի գործող իշխանության ներկայացուցիչները խոսել են խաղաղության, հարաբերությունների կարգավորման ու սահմանների բացման մասին, իսկ ընդդիմության ներկայացուցիչները քաղբանտարկյալների, Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման, եկեղեցու դեմ ընթացող արշավի։ Զեկույցում հստակ նշվում է, որ այն ինչ տեղի ունենում հիմա պետության հարձակումն է եկեղեցու վրա։ Այնտեղ հստակ գրված է tensions between state and church, այսինքն այն հեքիաթները, որ Փաշինյանը պատմում է, որ իբր սա եկեղեցու դեմ չի եւ այլն, հոդը սենց ընդել նույնիսկ այս զեկույցի շրջանակներում։ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարը ուժի մեջ է մտել այս գիշեր, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու ջանքերի համար եւ հույս է հայտնել, որ Վաշինգտոնը կկարողանա ապահովել հրադադարի պահպանությունը։ Ավելի վաղ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց կա։ Նա նշել էր, որ անձամբ դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, խնդրելով մեկ շաբաթով դադարեցնել Կիևի եւ այլ ուկրաինական քաղաքների ուղղությամբ հրետակոծությունները։ Եվ Պուտինը համաձայնել է։ Հիշեցնեմ, որ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությունների հանդիպումը նախատեսված է փետրվարի 1-ին Աբու Դաբիում։ Հեռախոսով զրուցել են Ադրբեջանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբբաս Արաղչին։ Կողմերը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված վիճակը։ Բայրամովը նշել է, որ տարածաշրջանում աճող լարվածությունը մտահոգիչ է եւ ընդգծել է, որ Ադրբեջանը կողմ է խաղաղության եւ զսպվածության։ Երկխոսությունն ու դիվանագիտությունը ըստ նրա պետք է մնան խնդիրների լուծման հիմնական ճանապարհը միջազգային իրավունքի շրջանակում։ Եմեն ընդլայնել է Իրան արտահանվող նյութերի ու տեխնոլոգիաների արգելքը։ Այն այժմ տարածվում է նաև անօդաչուների եւ հրթիռների մշակման ու արտադրության համար օգտագործվող նյութերի, սարքավորումների եւ տեխնոլոգիաների վրա։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ջերմաստիճանը այսօր ցերեկը կլինի 0-ից 2, իսկ երեկոյան 5-ից 7 աստիճան ցուրտ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abc-media.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, ABC լուրերը եթերում կլինի ժամը 12-ին, կհանդիպենք։